Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովին 16-րդ նիստը Western Armenia շաբաթաթերթին 121-րդ համարն այդպես եկավ։ Մայիսի 9 հաղթանակը մինչև կորստիցավ։ Թուրքական ռեժիմը փորձում է վերացնել հայերի ցեղասպանության մասին արխիվային հրապարակումները։ Հերթական փորձը Լիտվայի պետական արխիվն է։ Ամերիկին հարձակման դերդան իրանցի 10 նավաստիա վիրավորվել։ Բաքվին ռեժիմը Արցախում մշակութային ու կրոնական ժառանգության լայնածավալ ոչնչացում է իրականացնում։ Էտիեն Բլան, խայասօր կարևոր քյոմագյաներ Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսությանը, միացիկ մեր վետերաններին։ 2026 թվականի մայիսի 6-ին Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 16-րդ նիստն այլար վերանցկացվել է առցանց ձևաչափով։ Նիստին մասնակցան ընտրված 53 պատգամավորներն 15-ը։ Նիստին վաղտը որոշվել էր այսուհետ յուրաքանչյուր նիստից առաջ պարտադիր ձևով ընթերցվելու նախորդ նիստին արձանագրությունը։ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիմոն Մելքոնյանը անդրադարձել է հանձնաժողով մուտքագրված դիմումների, նշել էր ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանի դիմումը շարունակում է մնալ ուժի մեջին։ Ազգային ժողովի նախագահ Տիկին Հարությունյանը նիստին վաղտը կարևորել է մայիս ամսվա խորհրդանշական օրերը։ Մայիսի 9-ը Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ստեղծման օրը, մայիսի 11-ը Ամերիկայի կողմից Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման օրը, մայիսի 24-ը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ստեղծման օրը։ Նիստի ավարտին Տիկին Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին մասնակցության հետի։ Լույս է տեսավ Western Armenia շաբաթաթերթի 121-րդ համարը։ Western Armenia շաբաթաթերթի 121-րդ համարը ընթերցողին է ներկայացնում մխլավ հետաքրքիր թեմեք։ Համարի գլխավոր անդրադարձներն են չեխահայ գեղեցկուհի Մոնիկա Հարությունյանին հաղթանակը, Հայաստանը գեղեցկուհի ազգային մրցույթին վաղտը, ճամփորդ ջավախ 2026 խորագրավ ճանապարհորդական ակնարկը, հունց նաև տարածաշրջանային քաղաքական զարգացումների մասին վերլուծությունը։ Թրամփը կարե պարտադրե Ալիևին, բայց ըննական չի վերնագրա։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով։ Մայիսի 9-ը Էրկանտարին է հայ ժողովրդի հետ իլալը հաղթանակի հերոսության ու ազգային հպարտության խորհրդանիշ։ Այդ օրը հայ ժողովուրդը տոնելիս է Շուշվա ազատագրումը որպես Արցախապայքարի ամենափառավոր էջերամինը։ Բայց սոր մայիսին 9-ը այլ զգացողություն է ապերում։ Սոր այն ցավի ու կորստի օր է, որովհետև Արցախը նորից գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակին, իսկ Շուշին օկուպացված է։ Հաղթանակի քաղաքի մասին հիշողությունները շարունակում են ապրել յուրաքանչյուր հայի սրտում։ Շուշի մնամ ոչ միայն պատմության, այլ նաև հավատ, վերազգային արժանապատվությունը հիշողությունը հնարավոր չի վերացնել։ Մայիսի 9-ը մեզ հիշեցնում է, որ հաղթանակները մենակ անցյալի հիշողություն չեն, դրանք նաև ապագայի պատասխանատվություն են։ Լիտվայի կենտրոնական պետական արխիվի կայքից հայերի ցեղասպանության նվիրված հրապարակման հեռացումը լայն արձագանք ստացալ հունցի լիտվական մամուլում դիել հասարակական շրջանակներում։ Լիտվական լրատվամիջոցների հաղորդմամբ որոշումը կայացվել է Թուրքիայի դեսպանատան ու Լիտվայի արտաքին գործերի նախարարության ոչ պաշտոնական ազդակներից հետո։ Լիտվայի ԱԳՆ-ն ըստ տեղեկությունների նույնպես մտահոգություն է հայտնել, թե հրապարակումը կարե ազդել Լիտվայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա, թե նախարարությունը հերքահապետական կառույցների որևէ պաշտոնական հանձնարարություն տալի փաստը։ Թուրքիայի դեսպանատունը նորից հայտարարել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը մնամ անփոփոխ, պնդելով, թե ցեղասպանության եզրույթը պետք է հաստատվի մենակ միջազգային դատարանների կողմից։ Կատարվածին արձագանքալը Լիտվայում Հայաստանը պատվո հյուպատոս Կարապետ Բաբայանը ընդգծել էր օտարերկրյա պետությունների միջամտությունը Լիտվայի արխիվների ու գիտական գործունեության նկատմամբ հանդիսանում է երկրի ինքնիշխանության խախտումը։ Ինքը նշել էր պատմական հետազոտությունները չպիտի կապվին քաղաքական կամ դիվանագիտական ճնշումների հետ։ Լիտվական մամուլի հրապարակումները եւս մեծ նշանց են տան վեր Թուրքիան շարունակում է ակտիվորեն պայքարել հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, փորձելով ազդել տարբեր երկրների գիտական, արխիվային ու հանրային հարթակներում արկա հիշատակումներին Իրան։ Իրանական դրոշի ներքո նավարկող առևտրային նավին Իրան Ամերիկայի ռազմածովային ուժերի 3 գիշերվա հարձակման դերդան վիրավորվել 10 նավաստի, եւս 5 մարդ հալամ անհետ կորած համարում հաղորդում է Իրանը կիսապաշտոնական Մեհր լրատվական գործակալությունը։ Ավելի ուշ հարավային Մինամ շրջանի նահանգապետ Մոհամմեդ Ռալ-Մեհրը հայտարարել է, թե ինքը լուրաստացավ, որ փրկարարները ճարան անհետ կորած 5 նավաստիները մինի մարմինը։ Ըստ գործակալության հարձակումը տեղի ունեցավ Հորմուզանեղուցի ու Մակրան ծովի ջրերում։ Իրանական նավը Մինամ շրջանի ջրերի մոտակայքում այլալ ու ամերիկյան զինուժի հարվածից նավին Իրան հրդեհ բռնկվել։ Մեհրի փոխանցմավը S-բեռնատար նավին Իրան ընդհանուր առումով 15 նավաստի այլել, 10 վիրավորները տեղափոխվել հիվանդանոց։
Մայիսի 6-ին Ֆրանսիայի Սենատում Արցախի հարցերը միջազգային իրազեկման խմբի նախագահ սենատոր Էտիեն Բլանը հարցաղալ Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի դիվանագիտական հողության վերաբերյալ։ Սենատորը հետաքրքրվել է, թե ինչ ռազմավարություն է որդեգրել Ֆրանսիան պաշտպանելի Արցախի մշակութային ժառանգությունը վերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված է որպես մարդկության համաշխարհային ժառանգություն, հունցը նաև ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը դրա պահպանման ուղղությամբ։ Սենատորը հարց է բացրեցրել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ, հետաքրքրվել է, թե ինչ ջանքեր գործադրվում իրենց ազատ արձակման հետի։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը հավատարիմ մնալով իրան սկզբունքներին է եշողներին շարունակում էր նախապանգործը թեզամոտեցումներով։ Հունց արդեն գիտում եք, մեր տելևիզիոնին ինքնագովազդով չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում է Արևմտյան Հայաստանը պատմության, ներկայ ու ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու լենտատեքստերով, ինչպես նաև տեղեկատվությունատան վերը բացրեցնում է տարբեր հարցեր։ Արևմտյան Հայաստանը հեռուստատեսությունը գրանցել է իրան ամենակարևոր նվաճումների մինը հրատարակել Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը, որի նպատակն է պահպանել ու տարածել մեր պատմությունը, մշակույթն ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում ենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր աջակցությունով մեր տելևիզիոն հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում։ Մունք միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քեմեգանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկան պատար ազատ վախտոնի, ապա կարիք միանաք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք ախպերություն։ Ձեր խնդիրնայինական պաշտոնական արարողությունների վաղտը պիցերցնել Արևմտյան Հայաստանը դրոշը։ Հիշատակի պահապանները իրենց նշանակալի ներկայությունով պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին, որոնց մասնակցում են կազմակերպությունները եւս պատվում են հայ զինվորներին ակամավորներին վեր 1916 թվականից մինչև մեր օրերը իրենց կյանքով վտանգալն պաշտպանել է ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղիկ վեճ կապիկ նախագահ Ժան Ղազարոսյանին հետ լրացուցիչ տեղեկություններ ստանալի հայտի։ Սիրելի հայրենակիցներ, սրվետ այսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետ դիպանտ կայցիկ։